Դեմ է Ալեն Սիմոնյանը խաղամոլության դեմ Հայկ Սարգսյանի պայքարին, գուցե շահեր ունի։ ՔՊԱ-կան պատգամավորը գործընկերոջն ուղիղ չի մեղադրում, բայց ասում է, կուսակցությունում իր դեմ վարույթի դիմումը այն նույն օրն էր, երբ խորհրդարանում խաղային ոլորտի հարկերը բարձրացնելու իր նախագիծն էր։ Ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել։ Մեկ ամիս անց էլ Սարգսյանն է հակադարձ պահանջով դիմել կուսակցությանը։ Ալեն Սիմոնյանի դեմ ապրիլին ներկայացված դիմումը քննվել է միայն սեպտեմբերին։ Այլ մանրամասներ Սարգսյանը չի հայտնում։ Շարունակում է սակայն, որ պատգամավոր դառնալուց ի վեր իրեն թիրախավորել են, որովհետև մի շարք ոլորտների դեմ օրենսդրական նախագծեր է բերել։ Առաջին թվում դա խաղային ոլորտն է, ես դա համարում եմ չարիք ու մշտապես խոսել եմ այդ մասին, որ խաղային ոլորտը չարիք է Հայաստանի Հանրապետությունում։ Այս իմ հրապարակային աշխատանքից հետո ես թիրախավորվել եմ ու գտնում եմ, որ դա հիմնականում եւ առավելապես խաղային ոլորտին սպասարկող անձանց կողմից է եղել այդ գրոհը։ Քրեական ենթամշակույթից մինչև կրակոցներ, թմրամիջոցներ, Սարգսյանը դժգոհում է, որ իրեն աշխարհի մեղքերի հետ կապել են։ Կապ ունի ինքը Մերձավանի վերջին դեպքերի հետ։ Այս թեման բացվեց, երբ մամուլում հայտնվեց Հայկ Սարգսյանի ու Մերձավանի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի լուսանկարը։ Ես քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ սեղան չեմ նստում։ Ես կներեք մեծ բան ասեմ։ Տարբեր լուսանկարներ կարող լինեն, ինչի մասին է խոսքը։ Ես բազմաթիվ մարդկանց հետ լուսանկարներ ունեմ, դա չի նշանակում, որ ես կապ ունեմ քրեական ենթամշակույթի հետ։ Տվյալ դեպքում Մհեր Ախտոյանի հետ լուսանկարը տեղի ունեցել տարիներ առաջ։ Մհեր Ախտոյանին ես չեմ հիշում երբեք վերջի անգամ տեսել, դա եղել է հավանաբար 2 տարի առաջ։ Բամբասանքից ասում է չի կաշկանդվում, հաջորդ նախագիծն է խոստանում։ Այս անգամ զորակոչվողների թվի ավելացմանը նպաստելու միտումով։ Այս թեմայով Սարգսյանի նախորդ նախագիծը տապալվել էր ընդդիմադիրների դեմ եւ Անդրանիկ Քոչարյանի ձեռնպահ քվեարկության պատճառով։ Մինչև այդ պաշտպանության նախարարությունը 25-օրյա վարժական հավաքների հետ կապված խնդիրներն է հստակեցնում։ Առաջարկում են սահմանել այդ հավաքներից խուսափելու ձևերը։ Լավորից չի, որ այս վարժական հավաքները կան։ Մարտական հերթապահության առաջվա 15 օրվա փոխարեն այսօր 2-3 ամիս զինվորը կանգնում է մարտական հենակետում, որ ինքնին բազմաթիվ խնդիրներ են։ Եվ թող չհոխորտան, որ պայմանագրային զինծառայողներով մեր զինված ուժերը լցված են։ Ոչ, վարժական հավաքները բացը լրացնելու համար է։ Այդ ամբողջը իրականացվում է մասնագիտական գիտելիքների, կարողությունների ամրապնդման եւ նաեւ մարտական հերթապահություն իրականացնելու միջոցով իրենց ծառայությունն իրականացնելու համար, որովհետեւ 24 օրից 10 օրը ըստ զինվորական հաշվառման մասնագիտության իրենք ենթարկվում են համապատասխան ուսումնասիրությունների, իրենց կարողությունները զարգացնում են եւ այդպես շարունակ։ Որ դեպքում ցեղասպանությունն ուրացողները պատասխանատվության պետք է ենթարկվեն։ Հարցը կարգավորող դրույթ քրեական օրենսգրքում կա, բայց ընդդիմադիրներն ասում են հստակ չէ, երբևէ չի կիրառվել, թեև հայոց ցեղասպանությունը հերքելու, արդարացնելու հրապարակային փորձեր եղել են, ուստի իրենք առաջարկում են վերափոխել դրույթը եւ հստակեցնել իրավիճակները։ Եթե դուք այդ ուրացման քաղաքականությունը չեք ավարում, եթե դուք այդ նախապայմանը չեք կատարում, ինչ խնդիր ունեք։ Ինչն է ձեզ տենց անհանգստացրել, որ տենց հերոսաբար պայքար եք բան արել, մղում բանը ԱԺ խրամատներում այս օրենքի դեմ։ Ինչից եք տենց անհանգիստ։ Ընդհանրապես հայ մարդը այս օրենքի հետ ինչ խնդիր կարա ունենա, կարող եմ իմանալ։ Իրականում ցեղասպանությունը ձեր իշխանության օրոք շարունակվեց Արցախի նկատմամբ։ Արցախի բռնատեղահանմամբ ցեղասպանություն իրականացվեց Ադրբեջանի կողմից եւ այսօր եւ Թուրքիան եւ թուրք-ադրբեջանական տանդեմը փոխանակ հայտնվեն մեղադրյալի վիճակում, մեղադրյալի հանցագործի վիճակում Հայաստանի նկատմամբ դարձել են մեղադրող կողմ։ Դուք այնքան եք ուրացել ու շարունակում եք, որ ինձ թվում է հայոց պետականությունը կործանելու տեսակետից միակ անելիքը ձերն է մնացել։ Ցեղասպանությունը ներկոլեկտիվ հիշողություն է եւ որևէ մեկը չի պատրաստվում ցեղասպանությունը հերքել կամ ժխտել։ Ուղղակի թեմաներ կան, որ իրականում Հայաստանի Հանրապետության իրականության մեջ շատ էմոցիոնալ են եւ պետք չէ այդ թեմաների վրա կոնկրետ քաղաքական դիվիդենդներ հավաքել։ Դիտարկումը, որ մենք պետքա նայենք ինքներս մեզ եւ հասկանանք, թե ինչ է մեզ հետ տեղի ունեցել պատմական տարբեր ժամանակաշրջանում, այդ պատմական իրողության հերքման մասին չի։
Սա ինքնահայեցման մասին է եւ առաջին հերթին այն մասին է, որ մենք նայենք եւ տեսնենք, թե պատմական տարբեր ժամանակաշրջանում ինչեր են մեր հետ տեղի ունեցել, որ այլևս երբեք տեղի չունենա եւ մենք կարողանանք կանխել նման ողբերգությունները մեր ժողովրդի հետ տեղի ունեցած։ Գլխադասային հանձնաժողովում նախագիծը բացասական եզրակացություն է ստացել հիմնավորումով, թե քրեական օրենսգրքում քրեականացման հոդված արդեն իսկ կա։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։